Բարև ձեզ հարգելի հետևորդներ, եթերում կրկին դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Այսօրվա թողարկումը սիրելիներս նվիրվում է ձիկլոֆենակ դեղամիջոցին։ Ես այս տեսանյութը շատ վաղուց էի ուզում նկարահանել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով անընդհատ հերթը ձիկլոֆենակին չէր հասնում։ Շատ ուրախ եմ, որ այսօր վերջապես այս նյութը ինձ մոտ պատրաստ է, ամենահետաքրքիր ինֆորմացիան հավաքել եմ, որ մատուցեմ ձեզ։ Ձիկլոֆենակը, սիրելի հետևորդներ, բոլորիս հայտնի նույն Վոլտարենն է։ Վոլտարենը առաջին անգամ արտադրել է Novartis ընկերությունը Շվեյցարիայում, Վոլտարենը շվեյցարական է համարվում, քանի որ ձիկլոֆենակ նատրիի առաջին արտադրողը եղել է Novartis գործարանը, անվանումը դրել է Վոլտարեն, այդպես էլ մնացել է, այդպես էլ մինչև այսօր շարունակվում է, եւ եթե հիշում եք, Վոլտարենը գնով ավելի բարձր է, քան ձիկլոֆենակը, բայց ինքը նույն նատրիում ձիկլոֆենակն է։ Այնպես որ իմացեք, որ ձիկլոֆենակը եւ Վոլտարենը դրանք բացարձակ նույն դեղամիջոցն են։ Ձիկլոֆենակի ազդող նյութը նորից ձիկլոֆենակն է, սիրելի հետևորդներ։ Թողարկվում է հետևյալ դեղաձևերով. դեղահաբեր, դեղապատիճներ, փոշի, քսուկ, մոմիկ, ներարկման լուծույթ։ Ձիկլոֆենակը, սիրելի հետևորդներ, դեղահաբերի տեսքով թողարկվում է հետևյալ դոզաներով. 25, 50, 75, 100 եւ 150 միլիգրամ դեղաչափերով։ 25 միլիգրամ դեղահաբերը ձիկլոֆենակ նատրիում պարունակող, դրանք եղել է դա Վոլտարենը, որը այժմ դիֆիցիտ է։ 75 միլիգրամ դեղաչափով էլի եղել է Վոլտարենը, երկու տեսակ ուներ, 75 եւ 75 ռետարդ, որը նույնպես դիֆիցիտ է։ Այժմ շուկայում ձիկլոֆենակ պարունակող դեղահաբերով մնացել է Ձիկլակ ID 75-ը եւ 150 միլիգրամանոց դեղահաբերը, որոնք նույնպես ձիկլոֆենակ են, եւ մնացել է ուրեմն ձիկլոֆենակ շտադան, որը 50 միլիգրամ դեղաչափերով եւ 100 միլիգրամ դեղաչափերով արտադրում է Սլովենիան, եւ կորեական Աստերիան, էլի թողարկում է 50 եւ 100 միլիգրամ դեղաչափերով։ Մնացածը, սիրելի հետևորդներ, այս պահին դիֆիցիտ են։ Եվ մի հատ էլ կարևոր արտադրող կա Վուրդոնը։ Վուրդոնը նույնպես թողարկում է 50 ու 100 միլիգրամ դեղաչափերով, էլի նույն ձիկլոֆենակն է, սիրելի հետևորդներ։ Ձիկլոֆենակը ուրեմն ցուցված է տարբեր տեսակի ողնաշարի հետ կապված ցավերի, մկանացավի, նյարդացավի, գլխացավի, ինչու՞ չէ, բարձր ջերմության դեպքում այդքան էլ հաճախ չի կիրառվում, քանի իբուպրոֆենը եւ նուրոֆենը, բայց էլի երբեմն ժամանակ առ ժամանակ այն կիրառվում է։ Համարվում է ցավազրկող, ջերմիչեցնող եւ հակաբորբոքային ազդեցություն ունեցող դեղամիջոց։ Բացի թվարկածս գանգատներից, որտեղ կիրառվում է ձիկլոֆենակը որպես ցավազրկող, այն նաև կիրառվում է ատամնաբուժական պրակտիկայում, կիրառվում է օրթոպեդիայում, շատ լավ կիրառվում է, եթե կա հետվնասվածքային համախտանիշ, կիրառվում է նաև օստեոարտրոզի, ռևմատոիդ արտրիտի ցավերի դեպքում եւ կիրառվում է կոտրվածքների ժամանակ, էլի որպես ցավազրկող, հակաբորբոքային բորբոքումը հանող դեղամիջոց։ Միշտ հիշեք, սիրելի հետևորդներ, ցանկացած ցավազրկող դեղամիջոց ունի հակաբորբոքային ազդեցություն։ Ձիկլոֆենակի հակացությունները, սիրելի հետևորդներ։ Հակացուցված է, եթե ունեք ալերգիա ձիկլոֆենակի նկատմամբ, հակացուցված է աղեստամոքսային տրակտի էրոզիայի դեպքում, 12 մատնյա աղու բորբոքում, հղիություն կրծքով կերակրում, ստենոկարդիա, հիպերկալեմիա, շաքարային դիաբետ, բրոնխիալ ասթմա, լյարդի ու երիկամի անբավարարություն, սրտի անբավարար աշխատանք։ Հակացուցված է նաև վերջույթների արյան շրջանառության խանգարման եւ ուղեղի անոթներում արյան շրջանառության խանգարման ժամանակ։ Մանկական պրակտիկայում, սիրելի հետևորդներ, ձիկլոֆենակի մոմիկները կիրառվում են 12.5 միլիգրամ, 25 միլիգրամ, 50 միլիգրամ դեղաչափերով։ Մարդիկ կան, որ արդեն կռահեցին խոսքի ինչի մասին է, եթե մարդիկ էլ կան, որ չեն կռահել, ես անպայման ասելու եմ։ Խոսքը ձիկլոնի մասին է, սիրելի հետևորդներ։ Ձիկլոնը իր մեջ պարունակում է ձիկլոֆենակ նատրիում, թողարկվում է 12.5 միլիգրամ, 25, 50 եւ 100 միլիգրամ դեղաչափերով դեղամոմիկների տեսքով։ Մանկական պրակտիկայում հիմնականում կիրառվում է 12.5-ը ու 25 միլիգրամ դեղաչափերը, 50-ը եւ 100-ը արդեն կիրառվում են մեծերի, մեծահասակների շրջանում։
Ընդունման կարգը սիրելի հետևորդներ, եթե խմում եք 50 մգ դեղահաբերը թույլատրվում է օրական մինչև 3 անգամ, 100 մգ-ը թույլատրվում է օրական 1 անգամ, եթե 1 դեղահաբն եք խմում և 1.5 հապ, այսինքն 100 և 100 մգ-ը խմելուց հետո մի հատ էլ կարող եք 50 խմել, չգերազանցելով 150 մգ-ը 24 ժամվա ընթացքում։ 75 մգ-ը եթե վերցնում եք, խոսքը ձիկլակի մասին է արդեն, թողարկվում է 75 ու 150 մգ դեղաչափերով, եթե 75-ն եք խմում օրական 2 անգամ, եթե 150-ն եք խմում օրական 1 անգամ։ Ընդունման կարգին լինում եք հետևողական, չեք գերազանցում օրական օրվա ընթացքում թույլատրվող չափաբաժինը։ Սիրելի հետևորդներ, վերջում շատ կարևոր բան եմ ուզում ձեզ ասել կապված դիկլոֆենակի հետ։ Եթե դուք խմում եք դիկլոֆենակ, Դիկլոֆենակը ունի որոշակի ազդեցություն մեկ այլ դեղամիջոցների հետ։ Ես հիմա կցիտեմ դեղամիջոցների ցանկը, ուշադիր լինում, եթե կան մարդիկ, որոնք կխմեն նմանատիպ դեղամիջոցներ, որոնց մասին ես վայրկյաններ հետո կասեմ, տեղեկացնում եք ձեր բժշկին, եթե չի նշանակել բժիշկը դիկլոֆենակ, իսկ եթե ինչ-որ բուժում եք անցնում, ինչ-որ դեղեր եք խմում ու բժիշկը ձեզ նշանակել է դիկլոֆենակ, ապա կարող եք հանգիստ լինել, իսկ եթե ոչ, անպայման խորհրդակցում եք ձեր բուժող բժշկի հետ։ Ամենաառաջինը եւ ամենակարևորը ասեմ, եթե խմում եք դիկլոֆենակ, աշխատեք միաժամանակ չխմեք ուրիշ ցավազրկողներ։ Դա կլինի դեքսալգին, դա կլինի կատաֆաստ, դա կլինի, չգիտեմ, կետոնալ, իբուպրոֆեն եւ այլն եւ այլն։ Ցանկացած ցավազրկող մի համատեղեք դիկլոֆենակի հետ։ Ինչու՞, որովհետեւ մեծ է աղեստամոքսային տրակտի արյունահոսության ռիսկը։ Եթե խմում եք դիգոքսին դեղամիջոցը եւ հարկ է կարիք կա խմելու դիկլոֆենակ, տեղեկացնում եք պարտադիր ձեր բժշկին։ Խոսքը վերաբերվում է նաեւ միզամուղներին։ Եթե որևէ միզամուղ է խմում տվյալ պացիենտը, բնականաբար միզամուղ խմողները կլինեն տարեց մարդիկ 50 տարեկանից բարձր, դիկլոֆենակի խմելու դեպքում պարտադիր տեղեկացնում եք ձեր բժշկին։ Մետոտրեքսատ խմողներ, գլյուկոկորտիկոստերոիդ օգտագործողներ, դրանք հորմոնային դեղամիջոցներն են, զարկերակային ճնշումը իջեցնող կամ կարգավորող դեղամիջոցներ, իմունոդեպրեսանտներ, սրանց ընդունման դեպքում դիկլոֆենակի ժամանակ, եթե պետք է խմեք դիկլոֆենակ, էլի տեղեկացնում եք ձեր բժշկին պարտադիր։ Հակատրոմբային դեղամիջոցներ, հակակոագուլյանտներ, դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ եւ շաքարային դիաբետի դեմ խմելու որևէ դեղամիջոցի դեպքում։ Այս ցանկից եթե մարդիկ կան, որ օգտվում են, տեղեկացնում եք ձեր բժշկին դիկլոֆենակը խմելու ժամանակ։ Այսքանը սիրելի հետևորդներ, մնացեք խաղաղ ու ապրեք առողջ։ Զերծ մնացեք տարատեսակ վիրուսներից, որտեղ Հայաստանում վերջին 2 շաբաթվա ընթացքում տարածվել է սուր շնչառական վիրուս։ Լավ մնացեք սիրելի հետևորդներ, մենք կհանդիպենք էսթետիկ բժշկության հաղորդաշարի շրջանակներում։